Վերջին քննարկումը, որ ազգային ժողովում մենք արեցինք, ռազմամասնաբերության հիմնասյուների հետ, մոտ 30-ից ավել, չէ՞, պարոն Մերոբյան, 30 ավել արտադրողներ, որոնք պաշտպանության նախարարության հետ եւ բարձր տեխնոլոգիայի նախարարության հետ քննարկեցինք այն խնդիրները, որոնց լուծմանը նաեւ ազգային ժողովը ոչ միայն վերահսկողական, պետք է մասնակցի։ Շնորհակալություն։ Գարնիկ Դանիելյան։ Պարոն Քոչարյան, հարցս վերաբերում է 44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Ես հիմա հանդես եմ գալիս ոչ միայն որպես պատգամավոր, այլ ես նաև որպես եւ մասնակից եւ բավականին շատ հարցեր իմ մոտ առաջացել են 44-օրյա պատերազմի հետ կապված։ Ես նաև ուզում եմ ձեզ փոխանցել մեր հերոսացին ծնողների կոչը, հորդորը եւ նաև այս ամբիոնը դուք օգտագործեք եւ ասեք ի վերջո մեր հասարակությունը, հանրությունը երբ պիտի իմանա, երբ պիտի այդ մարդկանց հասուլ, որտեվ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են այդ զեկույցին, որ ես կարող եմ կանխավ նաև ասել ձեր հարցի պատասխան, հիմա կասեք դուք կարայիք գնայիք ծանոթանայիք, միգուցե ես գնամ ծանոթանամ, բայց իմ ծանոթանալը դա չի նշանակում, որ ես կարող եմ այդ մարդկանց հարցերի պատասխանները տալ։ Ես չեմ կարող այդ մարդկանց հարցերի պատասխանները տալ, որովհետև դրանք գաղտնի են։ Եվ ուզում եմ դուք հստակ պատասխանեք, ինչն է խնդիրը, ինչու չի մեր հասարակությանը հասու դառնում ի վերջո այդ հանգամանքները, ոչ միայն նաև հասու դառնալու հետ կապված է խնդիրը, այլ նաև ճիշտ վերլուծություններ անելու եւ նաև սխալները չկրկնելու։ Ասեմ ձեզ, շատ ճիշտ։ Այդ իմ առաջին հարցը։ Երկրորդը վիճակագրության հետ կապված։ Տեսեք, դուք վիճակագրական տվյալներ եք ասում, ասում եք որոշ ուրեմն փոքր չնչին նվազումներ կան, բայց այդտեղ շատ կարևոր առանցքային հարց կա։ Արդյոք հասարակությունը, մեր հանրությունը վստահում է իր ապա համակարգին։ Ամենայն հարգանքով պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց, օրինակ հիմա ինձ ոնց կարաք համոզեք, որ ես 13-րդ անգամ հանցագործության մասին հաղորդում ներկայացնեմ, եթե 12-րդ անգամ հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, եւ այդ 12-ը չեն բացահայտվել։ Կներեք, արդեն մենք ենք անհարմար զգում, էլի։ Անհարմար ենք զգում։ Եվ իմ նման շատ-շատերը, որ չեն վստահում։ Պարոն Դանիելյան, վստահության հետ կապված կա միջազգային նաեւ կառույցների կողմից իրականացված հարցումներ, անցյալ տարվա հարցումները կարծում եմ վստահության տեսանկյունից ներքին գործերի նախարարության կառույցի նկատմամբ վստահությունը 67% էր։ Ճիշտ եմ հիշում տկես, նախարար։ Դա նաև հանրային վստահությունն է, դա մենակ այն բանը չի, բարեփոխումները լինի պարեկների ծառայության տեսքով, մյուս կառույցների, տեսանելի կառույցների նկատմամբ արդեն պատկերացում կա, այ մյուս կառույցները քրեական ոստիկանության, նրա գործիքակազմի, նրա նկատմամբ վստահության բարձրացումը էլի պետք է ուղղված լինի բացահայտումներից։ Ինչ ենք ասում, գործիքները ավելացնենք։ Տեսեք, Գեղամ Մանուկյան ասում է հանկարծ տիկին նախարար, օրենքին չենթարկվեք։ Ինչ կախնալսում, ինչ բան, չէ։ Ինչ ուզեն անեն, չիմանանք։ Օր առաջ կանխելու համար պետք է իմանաս ինչ իրավիճակը, այդ որ ասենք պրոֆիլակտիկ գործողություններ, դա միայն թաղայինների չի, որ դռան զանգետան ասեն, երեխեքը լավ են, կանայք մարդը կնոջը չի, բանալ չնայած ընտանեկան բռնության մասին շատ կարևոր օրենք ընդունեցինք, եւ այդ օրենքն էլ այսօր կիրառման մեջ է, բայց ես վերադառնամ քննիչ հանձնաժողովի ձեր ասացին։ Պարոն Դանիելյան, այնքան լավ կլիներ, որ դուք մասնակցեիք քննիչ հանձնաժողովի աշխատանքին։ Օրինակ քարորիայի աշխատանքին մեր ինդիմադիր գործընկերները մասնակցել են եւ դրանից մեր աշխատանքի որակը ահագին բարձր եղել։ Հիմա էլ ես կարծում եմ որակը բարձր է։ Ինչի է ստեղծվել այդ քննիչ հանձնաժողովը, ինչի է հանրապետության վարչապետը 10 ժամ եկել, հանդես եկել բաց եւ փակ մասերով։ Պաշտպանության նախարար Տոնոյանը եկել է, բաց եւ փակ մասերով։ Գլխավոր շտաբի ներկա եւ նախկին պետը։ Դրանք արձանագրություններ են, տեսագրություններ են, որտեղ շատ բան կա, որի գաղտնիությունը, եթե դրված է, ոչ մեկը չի կարող խախտի, բայց գոնե մենք գնանք ծանոթանանք, ինձ հուշում է ազգային ժողովի նախագահ, որ այս պահին, չգիտեմ, նույնիսկ ամոթ է այդ թիվը ներկայացնել։ 2 հոգի, թե քանի հոգի են ծանոթացել։ Բայց մենք արդեն նախաձեռնել ենք մեր հսկա արխիվը տեղափոխում ենք ներքև առաջի բաժին, իսկ արխիվային նյութերը շատ կարևոր են, որտեղ զեկույց, եթե 200 էջ է, իսկ նրա մեջ եզրակացությունը 45 կետը շատ կարևոր։ Եթե դա հանրայնացված լիներ, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կխոսեր մեր պարտության իր պատկերացումների մասին։
Մեր պատկերացրած պարտության ամբողջ արձանագրումները ներառված են հավաքագրված փաստարի, որին դուք բոլորդ կարող եք ծանոթանալ, նաև այն արձանագրումներին, այն տեսագրությունները, որ մեզ հաջողվել է ձեռք բերել, նաև այն վերլուծությանը, որը պաշտպանության գերատեսչությունից մենք վերցրել ենք եւ իրականացրել ենք մերը, դա գոնե փակ մասով մեզ համար հասանելի է, եկեք դրան ծանոթանանք, իսկ մյուսը թե հասարակությունը ինչ պիտի անի, որտեվ ազգային ժողովի նախագահը երբ որ ասեց գտնենք ձևաչափ լսումներով, ես ընդդիմացա, ինչի, որտեվ լսում նշանակում է բաց, հուշ գաղտնի նյութը բաց լսումներով, այնտեղ կան բաներ, որ պարզապես չի կարելի ասել, բայց դրան պետք է իմանալ, բաները տեղի ունեցել, որ երբ որ ասում են իշխանությունները միտումնավոր բան դավաճանական կներեք, ես մի փոքր, այսպես իմ հարցազրույցի մեկում մի բան ասեցի, բոլորին թվում էր, թե ես նենց վրիպում եմ արել, չէ, ես ուզում եմ ասել, որ այդ ժամանակ ամեն ինչ հնարավոր է, որ կարելի էր անել, արվել է։ Արվածի մասին արձանագրումները զեկույցում է։ Գնացեք ծանոթացեք։ Պարոն Քոչարյան, թույլ տանք արձագանքի։ Այո։ Արձագանք, պարոն Դանելյան։ Հա։ Պարոն Քոչարյան, ես էլի իմ հարցերի պատասխանը կներեք, բայց չստացա։ Մեքենայի գողությունները։ Չէ, մեքենաների, չէ, 44-օրյա պատերազմի կապված։ Դուք ինքներիդ եք ասում, որ շատ կարևոր է, որ մեր հանրությունը էլի կծանոթանանք, խնդիր չի։ Ես այլ բանի մասին եմ ասում, ուրիշ բանի մասին եմ ասում։ Ուզում եմ ձեզնից այդ պատասխանները լսել։ Ի վերջո դուք էլ եք կարևորում եւ շատ շատերը կարևորում էին, որպեսզի գոնե թե ինչ որ մի մասը հանրությանը հասանելի լինի։ Հիմա չկա էդի, տարիներ դրել եք արխիվում, ասում եք շատ կարևոր է, անչափ կարևոր է, հույս կարևոր եւ այլ, բայց արխիվում է։ Ես կարամ արձանագրել։ Չէ, ես վերջացնեմ նոր։ Հա, որ արձագանք եմ, էլի։ Այդ դրա պատասխանը տվեք։ Շատ լավ։ Իսկ ինչ վերաբերվում է այդ իմ ասածին, հարցը նրանում չի, թե մենք շատ ենք այդ վստահելիության հարցը կապված է բացահայտելու հանգամանքով։ Անձով չի պայմանավորված։ Եվ շատ կարևոր է այդ որ բացահայտվեն այդ դեպքերը, ոչ թե առավոտը գալիս են տեսնում են մեկի ավտոյի կեսը չկա։ Կեսը չկա այդ ավտոյի։ Տարել են։ Ուշացել եք։ Եղել են դեպքեր, որ արդեն մեքենայի ոչինչ չկա։ Կապոտից սկսած։ Բայց դա խնդիր է, որ պետքա Չէ, իրականություն ասա, ինշուրանս ընկերությունները թող մի հատ վերլուծեն ինչա։ Կապոտով թազա BMW այդպես պատմություն կա։ Հիմա ես ձեզ ասեմ քննիչ հանձնաժողովի այդ մասով։ Մեր որոշելիքն է։ Ես ինքս էլ գտնում եմ, այդտեղ կտորներ կա, որ կարելի է մի հատ, բայց դա մենակ իմ որոշելիքը չի։ Բայց քանի որ սահմանադրական լիազորություններով օժտված հանձնաժողով ենք մենք, ավելին, քան մյուս հանձնաժողովները, մենք գուցե մեր հանձնաժողովը մի առաջարկ ներկայացնենք, որ այնտեղ մի հատված կա եզրակացության մասով, որ կարելի է նաև հանրայնացնել։ Հնարավոր է։ Չգիտեմ։ Եվ վերջին հարցը Գեղամ Մանուկյան, դուք չեք։ Գեղամ Մանուկյան տվել է հարց։ Արտուր Խաչատրյանն է։ Հա, ես էլ տենց ասեցի, որ ինքը չի։ Պարոն Քոչարյան, քանի որ զեկույց վերջինը ձերն է, երևի Ես չգիտեի, որ վերջինը իմն է, քարտուղարության, թե չէ չէ բացակայ։ Կներեք, ես ներողություն խնդրել եմ։ Ես ամենևին դա նկատի չունեի։ Ասածս հետևյալն է. կառավարության ներկայացուցիչը, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը այստեղ եւ ընդհանրապես արդեն համարյա 1-2-3 ամիս խոսում են, որ խաղաղությունը արդեն է։ Հիմա խաղաղ չի։ Եթե չընդհատեք խաղաղ։ Հա, չեմ ընդհատում, կներեք։ Որ արդեն խաղաղություն, ներդաշնակություն, ապաշրջափակում, եթե խաղաղություն արդեն կա, ինչ իմաստ ունի կնքել խաղաղության համաձայնագիր կամ պայմանագիր, եթե միևնույնն է արդեն խաղաղություն է։ Եվ քանի որ համաձայնագրի մասին է խոսքը, ինչն էր խանգարում Վաշինգտոնում օրինակ ոչ թե նախաստորագրել, լավ, այլ ստորագրել այդ փաստաթուղթը եւ ասել կա խաղաղություն։ Եվ դուք որպես այս դահլիճում ամենափորձառու մարդկանցից մեկը կնշեք էլի խաղաղության մի դեպք, երբ հարևանիդ օկուպացիոն զորքերը քո երկրում են։ Երբ թշնամիդ կոպտորեն եւ լկտիաբար միջամտում է քո երկրի ներքին գործերին։ Երբ թշնամին լկտիաբար եւ կոպտորեն հրահանգներ է տալիս, այս կփոխեք, պայմաններ է դնում։ Ձեր կարծիքով տենց խաղաղություն լինում է։ Եվ եթե իրոք խաղաղությունը կա, դե մի թուղթ արդեն ճղեք, գցեք ուղարկեք առաջի բաժին, առանց դրա էլ է խաղաղություն։ Ես պատասխանեմ։
Պարոն Խաչատրյան, 20 րոպե, 20 վայրկյան հայտնի պաուզա ճշմարտություն է, որ պատերազմում են խաղաղության հասնելու համար։ Դա փաստ է։ Հիմա պատերազմում են, որպեսզի հասնեն խաղաղության։ Հիմա դուք ասում եք խաղաղություն, դա միջազգային իրավունքի տեսանկյունից եթե նայեք, դա փաստաթուղթ է, եթե ստորագրվում է, դա խախտել չի կարելի, ոնց որ սահմանազատման խնդիրները։ Ասում եք, ինչ իմաստ ունի, նա թող, չէ, իմաստը այնա, որ եթե հաստատում ենք պետական սահման, դա չի կարելի խախտել։ Խախտելու դեպքում դու ունենում ես աջակցություն միջազգային, որը ունենալով, հա, հնարավորություն դա կանխելու, կարող ես կանխես։ Այս պատերազմը ձեզ վառ օրինակ, որը մեկը դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան։ Ինչի՞, որովհետև այդ խնդիրները մենք մատերի հարավանքով ենք նայել։ Հիմա ասում եք, այստեղ մեր տարածքում են, ես էլ ասում եմ առայժմ։ Երբ որ սահմանազատումը կհասնի այդտեղ, կարծում եմ, եթե հնարավոր է, բանակցություններով դա պետք է լուծվի։ Որովհետև դա բանակցություններով լուծի, մեր բարեփոխումները զինված ուժերի պետք է դառնա անշրջելի եւ լավը։ Հիմա ինքը լավն է, ավելի լավը պետք է լինի։ Որովհետև ավելի լավը լինի, ներքին համերաշխություն է պետք։ Դա, պարոն Խաչատրյան, աքսիոմաներ են, որ դուք այնքան լավ գիտեք։ Դե հիմա ես էլի հնչեցնեմ, ես ոչ մի խնդիր չունեմ։ Ես շատ լավ հիշում եմ հրադադարը մենք ոնց օգտագործեցինք տարիներ շարունակ, ավիրեցինք։ Հրադադարի ռեժիմ փոխանակ օգտագործենք վերջնական խաղաղության հասնելու համար, դա օգտագործվեց ստատուս քվոն պահելու եւ իշխանության հարցեր լուծելու համար։ Սա ասել գիտենք։ Չէ, պետք չէ։ Պետք է զարգանալ նաեւ այդ ռեժիմով։ Կան օրինակներ աշխարհում բազմիցս, բայց մեզ պետք է հիմնարար փաստաթուղթ խաղաղության տեսքով։ Հիմա հռչակագրի տեսքով է։ Հաջորդի պետք է լինի դա։ Դրան հասնելու համար պետք է, ինչպես դուք եք նշում, հակառակորդը տեսնի, որ մենք մեր երկրում, մեր անվտանգությանը վերաբերող հարցերում միակամ ենք։ Եկեք միակամ լինենք, տեսնենք խաղաղությունը որ առաջ կմտնի մեր տուն։ Ես դες եմ մտածում։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, շնորհակալություն նաև ձեզ։ Հա, արձագանք խնդրեմ։ Այնքան խոսացիք իրար հետ իսկ Չէ, ես ասում եմ։ Չէ, չի լինում, արձագանքի արձագանք չէ։ Ոչինչ լավ թույլ տանք, խնդրեմ, պարոն Խաչատրյան։ Պարոն Քոչյան, սովորաբար պատերազմում են հաղթելու համար։ Եվ Կա իհարկե դե Միայն թույլ եմ։ դու հետո ուզում եք խոսամ, դու հետո խոսամ, բայց հիմա ես խոսամ վերջացնեմ։ Շատ լավ, շատ լավ։ Սովորաբար պատերազմում են հաղթելու համար։ Կարող է լինեն դեպքեր, որ պատերազմում են պարտվելու համար, բայց պատերազմում են հաղթելու համար։ Եվ դա համար ասել պատերազմում են խաղաղության համար, վիճելի է, իհարկե հաղթանակը ամրագրում են խաղաղությամբ։ Հիմա մյուս հարցս, ես ես լրիվ ուրիշ բան էի ասում։ Ասում էի, եթե խաղաղություն է, ուրեմն խաղաղության պայմանագիր պետք չի։ Կամ եթե արդեն խաղաղություն է, խաղաղության համաձայնագիր կնքեիք։ Ինչի եք նախաստորագրում։ Խոսքը չի գնում մրցակագրի մասին, խոսքը այն թղթի մասին է գնում։ Դա է խնդիրը։ Հիմա եթե կա, ուրեմն ուրիշ թուղթ պետք չի, որտեղ արդեն կա։ Եթե իրավիճակը ուզում եք ֆիքսեիք, հենա ստորագրեք, եթե սերեմ համերաշխությունը։ Այդ է իմ ամբողջ ասածը։ Հասկանում եք։ Okay. Մնացածին հետո կանդրադառնամ։ Պարոն պարոն Խաչատրյան, ես հասկացա, որ չբավարարեցի ձեր հարցերի պատասխանը տալով, բայց դա իրականություն է, այսօր սահմանի վրա չեն կրակում եւ ամեն մի խաղաղոր Աստծո պարգև է։ Եկեք ապրենք այդ խաղաղության օրակարգով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, հարգելի գործընկերներ, այժմ կարող եք մտքերի փոխանակության համար հերթագրվել, խնդրում եմ նախապատրաստվել եւ այսպես հերթագրում։ Հələ մարդկա չի էլ գրանցվել։ Նորից են գրանցվում։ Հարգելիս, նախ ես եմ որոշում, երկրորդը 4 եւ ավել падգամավոր ասում են, որ չեն գրանցվել, այդ պարագայում ճիշտը նորից գրանցում անելն է։ Խնդրում եմ չխառնվել։ Ուշադրություն, գրանցում